մտահոգությունները նաև ուզում եմ դրան հավելել, որ վտանգված է ոչ միայն դեմոկրատական ազատությունները, վտանգված է եկեղեցին, այլ փաստացի այսօր վտանգված է Հայաստանի Հանրապետությունը։ Այսօր այս սրահում է գտնվում առաջին գումարման գերագույն խորհրդի պատգամավոր պարոն Մամիկյանը, որ պատիվ է տրվել նաև ընթերցելու Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթղթի ամբողջական տարբերակը, որի ամեն մի հոդվածը, ամեն մի կետը գերագույն խորհրդի քննարկել եւ ընդունել է առանձին, ստեյության անթերի մի փաստաթուղթ, որով հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունը։ Եվ հիմա չգիտես ինչու, այդ հանրապետությունը համարակալել է, որ դրան համար տվել երրորդ, չգիտեմ ինչի է դրա, երրորդ տռոփ երկու, չգիտեմ ինչ։ Դա ընդհանրապես մի պետություն է, որը առանց համարի ունի անվանում, եւ այդ անվանումն է Հայաստանի Հանրապետություն։ Եվ եթե այդ անվանումը համընկնում է 18-ից 20 թվականի հանրապետության անվանման հետ, դա չի նշանակում, որ դա դրա իրավահաջորդն է։ Եթե այդ հանրապետությունը ընդգրկում է տարածք, որը խորհրդային իշխանության ժամանակ իր մեջ ընդգրկել է նաև հայկական սովետական հանրապետությունը, դա չի նշանակում, որ դա դրա հետ կապ ունի։ Անկախության հռչակագրով ստեղծվել է նոր պետություն, որի անունն է Հայաստանի Հանրապետություն եւ որտեղ որ մենք հիմա ապրում ենք։ Եվ հիմա գալիս են պաշտոնական հայտարարությունների։ Ադրբեջանա-թուրքական ռեժիմի շահերը արտահայտող խմբավորումը, որը կոչվում է քաղաքացիական պայմանագիր, 6-րդ համաժողովում ընդունել է բանաձև, որով ասում է մենք ունենք նոր հռչակագիր 4-րդ հանրապետություն ստեղծելու։ Այսինքն խոսքը վերաբերում է գոյություն ունեցող պետական կազմավորումը լուծարելու։ Որտեղ միայն այս դեպքում կարող է մտածելի առհասարակ քննարկվի նոր պետական կազմավորում ստեղծելու հարցը։ Իսկ ով ասում որ նորը պիտի ստեղծվի, եթե եղածը լուծարվում է։ Եթե Արցախի հանրապետությունը լուծարվեց, դրա տարածքում նոր երկրորդ Արցախի հանրապետություն ստեղծել է, ես տեղյակ չեմ դրա մասին։ Նույնիսկ դա է։ Եվ հիմա գալիս եմ պաշտոնական հաղորդագրությունների մեկ այլ ներկայացման։ 2024 թվականի օգոստոսի 30-ին, այսինքն հայ-ադրբեջանական հանձնաժողովի գործունեության փաստաթուղթը ստորագրելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության գործող տարածքի 60-ից 70%-ը ըստ Ադրբեջանի Հանրապետության գործող սահմանադրության ունի ադրբեջանական պատկանելություն։ Այդ թեզը ինքը ոչ թե ասել է միամտաբար, այլ հետագային կրկնել է 2024 թվականի սեպտեմբերին ԱԳՆ դիվանագիտական ֆորումի ժամանակ, այնուհետև 2024 թվականի նոյեմբերի 14-ին իր Թվիտերյան գրառումներով 14 գրառում անգլերեն լեզվով դրա մասին, դա այն նույն գիշարժան օրինակ ինքը սափրվել է, կան տղամարդիկ, որոնց կյանքում բարձում է սափրվել է, լոգանք ընդունել է, չգիտեմ, եղումները գտնել, նրանք պատմական իրադարձություններ են, որոնց մասով բոլորը իմանում։ Եվ այդ օրը ինքը 14 անգլերեն գրառում արել, դրանից հետո հարցազրույց Armen Press-ին, դրանից հետո ելույթ էր ազգային ժողովը, որով հաստատում է իր այդ թեզը։ Ինչ է դա ասում, որ Ադրբեջանի նախագահը, որը գործող սահմանադրության իրենց հանդիսանում է այդ երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության երաշխավորը, լսում է, որ իր երկրի սահմանադրությամբ իր իրավազորության տարածքի 60-ից 70%-ը վերահսկվում է մեկ այլ պետական կազմավորման կողմից, որը պետք է լուծարվի։ Պարզա չէ, որ այդ լուծարումից հետո ինքը ինքնիշխանություն է հաստատել այդ տարածքը, իսկ այդ տարածքները ինքը նկարագրել է աշխարհագրորեն։ Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերը ամբողջությամբ, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տաուշի, Լոռու եւ Շիրակի մարզերից առանձին հատվածներ։ Այսինքն այս ամենի ասած այն է, որ վտանգված է մեր պետականության գոյությունը։ Իսկ ինչ անում հասարակությունը, երբ որ գտնվում է ճշտամական տիրապետության տակ, կազմակերպում ազգային ազատագրական պայքար։ Եվ ես խորհրդանշական եմ համարում, որ այս քննարկումը եւ այս նախաձեռնությունը հանրային ուժեր միավորելու նախաձեռնել է մի քաղաքական ուժ, որը ժամանակին առաջնորդել է դերևս հայ ժողովրդի նորագույն պատմության շրջանի ամենամեծ հանրաժողովրդական շարժումը։ Եվ ես հուսով եմ, որ այդ ավանդույթները
օգնել, որպեսզի մի կողմ թողնեն բոլոր քաղաքական ուժերի, բոլոր հնարավոր հավաքությունները եւ միանան այս ազգային ազատագրական պայքարին, որը ամենայն դեպս ուսումնուց տվել է փայլուն արդյունքներ, դրա արդյունքում կերտվել է երկու անկախ հայկական պետականություն, տոնվել է այդ պետականությունները պաշտպանելու հաղթական զորական մի գործընթաց եւ հաստատվել է խաղաղություն այս տարածաշրջանում, որը խաթարվել է ցավոք սրտի 18-ի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո մեր ժողովրդի օրինական իշխանությանը տիրացած